Բոլորիդ ողջունում ենք, սիրելներ, շատ կարևոր եւ հզոր օրվա մեջ ենք, որովհետեւ Աստծո տանը չի կարա առանց հզորության օր լինի։ Օրհնյալ է մեր Տերը, որ մեզ տվել է հնարավորություն, որ մենք իր առաջ կանգնենք եւ Աստված խեղճությունից, տկարությունից, հուսահատությունից, ինչ տեսակ որ փոթորիկ, ինչ տեսակ որ փոս գիտեք, Տեր Աստվածը այդ բոլոր իրավիճակներից ի զորու է փրկելու, ի զորու է փոխելու եւ մենք դրա համար ենք, որ նրա առաջ ենք գալի, որպեսզի կարողանանք դառնանք նրա ներկայացուցիչները այս աշխարհի մեջ սիրելներ, որ կարողանանք մտնենք մարդկանց տուն եւ տեսնենք փոթորիկը ու հանդարտեցնենք այդ փոթորիկը մարդկային հարաբերությունների մեջ։ Եվ Աստված մեր օգնականն է, փառք Աստծուն, բոլորիդ ողջուններ մեր Ջավախքի Աստծո ժողովուրդ եկեղեցու կողմից։ Ուրեմն այսօրվա խոսքը ես շատ եմ վկայել այստեղ եւ շատ պատահական է լինում, որ ես նույն խոսքը մի ուրիշ եկեղեցում քարոզում եմ, պատահական։ Ես իմ այդ ոնց պետք է լինի, որ նույն խոսքը ես երեք մեր մոտ ուրիշ բան եմ խոսացել եւ երեք չառաջ օր աղոթում եմ եւ Աստված ինձ այս խոսքը տվեց, ինչի մասին որ խոսալու եմ եւ հետեւյալ կերպ եմ վերնագրել, հենց այսպես էլ Տերը իմ սրտի մեջ դրեց եւ որ աղոթում եմ, որ Տեր ես գնում եմ Ալավերդի, դու գիտես ինչ կարիք կա այդ ժողովրդի մեջ եւ դու ինչ ես ուզում իրանց հասցնես եւ Սուրբ Հոգին ինձ ասավ. Տիրոջ ծառա։ Այս երկու բառը, Տիրոջ ծառա։ Ու ես հասկացա Աստծո նպատակը այսօր ձեր համար սիրելներ, սա մի քիչ ինքը ծառայողական մակարդակի բան է, պատգամ է, բայց մենք բոլորս Աստծո ծառաներն ենք։ Մենք ոչ միայն որդիներ եւ դուստրեր ենք, մենք նաեւ Աստծո ծառաներ ենք սիրելներ։ Եվ տեսեք, ընդհանրապես, եւ որ նայում ենք առաքյալների կյանքներ, ինչպես էր իրանց սկիզբը, բնույթը, վերաբերմունքը, անգամ ընդհուպ միջև խաչելության ժամանակ Հիսուսը ասավ 3 օրից ինձ Գողգոթայում սպանելու են, բայց հարություն եմ առնելու, այնտեղ մի առաքյալներից մի քանիսը խառնվեցին ու դրանց գլխավորը բանն էր Պետրոսն էր, որ գնաց առաջին ով պետք է ղեկավարի ժողովրդին անմիջապես բանի այդ ամբիցիան, այդ երևույթը հպարտության, որ առանց ղեկավարի առաջնորդի ոնց կլի, որ ասենք Տերը գնա, չէ։ Տերն ասում էր գնում եմ 3-րդ օրը հարություն եմ առնելու։ Իրանք մենակ մեռնել լսեցին, հարությունը չլսեցին։ Եթե իրանք իրոք լսեին նաև հարության մասին, այդ միտքը հաստատ չէին ընդունի։ Մենք տեսնում ենք առաքյալների մեջ անընդհատ այս եսի դրսևորումները, որ կար միջև որ Աստված այդ 3 տարի ու կեսը աշխատեց, տեսեք, այստեղ Աստված մենակ մենք տեսնում ենք Հիսուսի ժամանակվա աշխատանքը, բայց միջև էլ Աստված աշխատել նրանց սրտերի մեջ սիրելներ։ Դուք մի մոռացեք, որ նրանք հրեաներ էին եւ մանկուց Աստծո օրենքները գիտեին, հնգամատյանը անգիր գիտեին, Մովսեսի հնգամատյանի բոլոր 613 օրենքների մասին էլ տեղյակ էին, եւ սրանք պատահական մարդիկ չէին։ Եթե սրանք պատահական մարդիկ լինեին, Հիսուսը նրանց անմիջապես ձգնորսությունից չէր կանչի, ասավ եկեք իմ հետևից եւ ես ձեզ մարդկանց որսորդ կանեմ։ Այս մարդիկ ինչ որ պատրաստություն ունեին, որ Տերը սրանց կանչեց, ուղղակի արդեն բարձրագույն բաններ, այն սովորելու ժամանակներ, բարձրագույնը, որտեղ իրանք պիտի ավարտեին, եթե ավարտեին եւ նոր վերապրեին Պենտեկոստե եւ գնային միջև աշխարհի ծայրերը։ Մենք մտածում ենք 3 տարի ու կես, դրանք սխալ մտքեր են։ Պետրոսը այդ ժամանակ մոտավորապես 45-50 տարեկան էր, որ Հիսուսը իրան կանչեց, եւ այդ 40-45 տարիները Աստված իր հետ աշխատել էր, 3 տարի ու կեսը Պետրոսը ընդունվեց բարձրագույն դպրոց, որը կոչվում էր Քրիստոսի դպրոց, եւ 3 տարի ու կեսվա մեջ մի կարևոր բան սովորեց եւ ուրացավ Հիսուսին։ Պետրոս այդ 3 տարի ու կեսվա մեջ լսում էր Հիսուսին, բայց ոչ սրտով, անընդհատ ինքը իր եսն էր առաջ տանում, անընդհատ սիրելներ։ Եվ սա էր պատճառը, եւ որ Հիսուսն իրան ասավ Պետրոս,
ուրացողներից մեկն էլ դու ես լնելու, այնտեղ դոշերը պատռում էր, չէ, ոնց տենց բան չի լինի, Աստված ջան, ես քո հետ մեռնելու եմ, որ ուրասս կգամ։ Հետո տեսնում ենք, որ Հիսուսը ճիշտ էր, Հիսուսը միշտ էլ ճիշտ է, եթե մի բան հասնում է մեր ականջին, որ դա Հիսուսն ասել, հաստատ այդ ձև է լինելու ասիրելներ։ Եվ նոր դրանից հետո, եւ որ Պետրոսը ուրացավ եւ դառնապես զղջաց եւ հետո դարձի եկավ, որովհետեւ Տերն ասել էր, եւ որ դարձի գաս, քո եղբայրներին էլ կհաստատես։ Այդ կոտրվածությունը Պետրոսի մոջ այնքան խորն էր, այդ խայտառակությունն ու ամոթը, որ ես ամենակարևոր, ամենահզոր մարդին եմ ուրացել, ամենահավատարիմ ու ամենասիրող փրկչին եմ ուրացել, այդ կոտրվածությունն այնքան ուժեղ էր, որ այն 3.5 տարվա դասերը միանգամից Պետրոսի մեջ սկսեցին աճել եւ բարձրանալ։ Հետո Պետրոսին խանգարողը հենց իր եսն էր, եւ մենք էլ միշտ մի բան կա, որ մեզ խանգարում է։ Երկու եղբայրներ կային, Հակոբոս եւ Հովանես, Զեբեդեոսի որդիները սիրելներ։ Զեբեդեոսի որդիները Հակոբոսը եւ Հովանեսը, տեսնում ենք վերջում խաչի մոտ միայն Հովանեսը մնաց։ Բոլոր աշակերտները թողին գնացին, խաչի մոտ Հովանեսն էր Մայր Մարիամի հետ։ Հիմա տեսեք, բայց Հովանեսն էլ դեռևս կարիք ուներ փոխվելու եւ դարձի գալու։ Մի օր սրանք, որ իմացան, որ Հիսուսը իրոք իսկական թագավորն է, դե մի օր գահին կնստի, հրեական պատկերացումը տենց էր, թագավոր է գալու, որը ազատելու է, բոլոր ազգերի վրա իշխելու է, բայց իրանք քո չգիտեն, որ հազարամյակին է դա լինելու կամ հավիտենականության մեջ է դա տեր, իրանք մտածում են, որ հիմա լինելու, մերն է տղեկին հավաքեց, ասավ տղեկ, դուք Հիսուսի հետ մոտիկ եք, բերեք ես մեծ եմ, էլի տարեքով, գնամ Հիսուսի հետ բարեխոսեմ, որ դառնա թագավոր, մեկի աջ կողմը նստացնի, մեկի դե ձախ կողմը, ու գնաց Հիսուսի մոտ, այդ պատմությունը գրված է Մարկոս ավետարանում։ Գնաց եւ ասավ, եւ այդ պատկերացումով, Տեր, կլինի որ ցենց եւ որ դու դառնաս թագավոր, իմ տղերքին նազիր վեզիր դարձնես, մեկին աջ կողմը նստացնես, մեկին է ձախ կողմը։ Ինչ ասավ Տերը։ Դուք չգիտեք ինչ եք խնդրում։ Կարող եք մկրտվել այն մկրտությունով, որով ես եմ մկրտվելու։ Կարող եք խմել այն գավաթը, որը որ ես եմ խմելու։ Զարմանում եմ, իրանք երկուսն էլ ասին կարող ենք։ Ես չգիտեմ, այդ խաչելության պահին կարողացան թե չէ, ես հայտնություն չունեմ, դեռ այդ խորության մեջ չեմ կարացել այդ տեղը մտնեմ, բայց ասին կարող ենք։ Եվ հետո ինչ պատասխանեց, ասավ մկրտությունով կմկրտվեք, գավաթն էլ կխմեք, բայց աջ ու ձախ կողմս նստելը տղեկ ջան, ես չեմ որոշողը, ում համար պատրաստված է նայել նստելու է։ Այսինքն մենք տես եմ որ ասма մատ գծեց Հիսուսը, մատ արավ աշակերտներին։ Մենք տեսնում ենք, որ անընդհատ այս եսի դրսևորումները կար աշակերտների մոտ եւ այս եսի դրսևորումները միշտ էլ կա եւ մեր մեջ էլ կա սիրելներ, այդ ինք եսի առաջխաղացումը, ինքն առաջխաղացումը, որ մենք ոմն մեկն ենք եւ մենք կարող ենք, որ մեզանից առաջ չեն կարացել, մենք կարամ, դա տեսնում ենք 5 կտակարանում, դա տեսնում ենք նոր կտակարանում, դա տեսնում ենք մանավանդ մեր ժամանակներում ավելի շատ եւ որ ապստամբությունը եւ գոռոզությունը, հպարտությունը Պողոս ինքն ասում, որ եկեղեցու համար է գրված 2 Տիմոթեոսի 3 գլխի մեջ վերջի ժամանակների հավատացյալների որակները անձնասեր, արծաթասեր, ծնողների անհնազանդ եւ նման լիքը մի հատ երկար բանի տողերա եւ սա վերջի ժամանակների հավատացյալների բնութագիրն է տալի Պողոսը եւ որոնք զորությունը ուրացած են եւ դու նրանցից մի կողմ կացի։ Հակոբոսը, Հովանեսը ուզում էին փառքը, բայց ոչ ամոթի գավաթը։ Նրանք ուզում էին թագը, բայց ոչ խաչը։ Նրանք ուզում էին տիրոջ դերը, բայց ոչ ծառայի, սիրելներ, հասկանում եք։ Եվ միշտ մեր մեջ էլ այս երևույթները կարա բարձրանա այս գայթակղությունները, օրինակ սենց մի հատ տերմին կա հայության մեջ, որ այս մարդը այսինչ տարածքի ասողն է, չէ՞։ Որտեղից է առաջանում այս միտքը եւ գայթակղությունը, որ մենք դառնանք ասող ինչ որ միտեղ, թեկուզ եւ մեր տների մեջ։ Հիմա տեսեք, ամեն մի անձի Աստված իր ոլորտի մեջ տվել է իշխանություն եւ եթե մենք ունենք ինչ որ մի օրինակ ընտանիքի հայրը ինքը այդտեղ իշխանություն ունի, բայց այդ իշխանությունը սիրո իշխանություն է։ Եկեղեցու հովիվ առաջնորդը ինքը ունի Աստծուց տրված իշխանություն։ Դպրոցի տնօրենը, համալսարան, խոսքի միլիցիա, ինչ պաշտոն որ վերցնենք, ամեն մարդ, որը տեղա ինքը ունի Աստծուց տրված իշխանություն, Սուրբ Գիրքն ասում է իշխանությունները Աստծուց է, բայց
հետաքրքիր է մեր սրտի դիրքը, մենք ոնց ենք օգտագործում այդ տրված մեզ իշխանությունները, սիրելիներ։ Եվ հենց այս թեման սրա մասին է, որ Տիրոջ ծառան, Տերը մեզ օրինակ տվեց։ Հիմա հետաքրքիր է, որ Հիսուսը ծառա բառը օգտագործեց, որ երբեք ոչ մի ժամանակներում ականջներին հաճելի չի հնչում։ Գնում ես մի տուն, ասենք աշխատում ես, ասենք խոսքի օրինակ քեզ փող են տալի, մաքրում ես կամ աման ես լվանում կամ ռեստորանում գործ ես անում, մեկ էլ այդտեղի շեֆը գալիս է, ասում են այսօր քերեն, ասում է իմ ծառաներն են։ Դե մի տենց ասող քիչ կա, շատ ամբարտավան մարդիկ պետք է լինեն, որ տենց ասեն, ասում են իմ աշխատողներն են, բայց այն ժամանակներում սովորական է եղել, իմ ծառաներն են, իմ ոչ թե իմ աշխատողներն են, իմ ծառաներն են։ Եվ Տերը ես մտածում եմ հատուկ ընտրեց այս բառը եւ հեղափոխություն բերեց այս բառի միջոցով, որ ծառան լինելը ոչ թե նսեմություն է, Տիրոջ ծառա լինելը պատիվ եւ փառք է, բայց սիրելիներ, ծառայի դերում մնալը շատ քչերին է հաջողվում։ Ծառայի դերում մնալը շատ քչերին է հաջողվում։ Ու ես կարդալու եմ Մարկոս Ավետարանի 10-րդ գլխից 42-ից 45 համարները։ Հիսուսն էլ նրանց իրան մոտ կանչեց եւ ասեց նրանց. Գիտեք, որ հեթանոսների իշխան համարվողները տիրում են նրանց վրա եւ նրանց մեծամեսները իշխում են նրանց վրա։ Հիսուսը աշխարհի համակարգի մասին խոսեց սկզբից։ Բայց այնպես պիտի չլինի ձեր միջումը, այլ ձեզանից ով որ կամենա որ մեծ լինել, թող նա ձեր ծառան լինի, եւ ձեզանից ով որ կամենում է առաջինը լինել, թող ամեքի ծառան լինի, որովհետեւ մարդի որդին չեկա որ իրեն ծառայեն, այլ որ նա ծառայի եւ իր անձը փրկանք տա շատերի համար։ Տեսնում եք ինչ ասում։ Այս աշխարհի նման պիտի չլինի մեր ունեցած դիրքը պաշտոնը, եթե մեզ ինչ որ մի բանում ծառայություն է տրվել եւ իշխանություն ու հնարավորություն է տրվել, սա դրվել է, որ մենք խոնարհաբար մեր ծառայությունը անենք եւ այդ խոնարհությունը առաջին հերթին Աստծո առաջ է եւ հետո այն իշխանության առաջ, որ Աստված դրել է մեր վրա։ Հիմա տեսեք, մենք թե հավանում ենք այդ փաթեթավորումը, թե չենք հավանում, խնդիրը դա չի։ Մեջինը Աստված է ուղարկել մեզ համար, հասկանում եք։ Շատ ժամանակ Ջոն Բևերի խոսքն է, շատ ժամանակ այն ինչի կարիքը որ մենք ունենք, Աստված ուղարկում է այնպիսի փաթեթավորումով, որ մեր դուրը չի գալի։ Կարող այն մարդը, որը քո առաջնորդն է կամ քո խմբակի ավակն է, նրա փաթեթավորումը քո դուրը չի գալի, բայց նա դրված է։ Հիմա տեսեք, մենք որ ծառայում ենք, մենք որ թիմի մեջ ենք, եկեղեցու մեջ ենք, խմբակի մեջ ենք, ինչ որ ծառայության գործ ենք անում եւ նրանք որ պատասխանատու են այդ ծառայության համար, երկուսի համագործակցությունն էլ կարեւոր է, հնազանդություն եւ ճիշտ իշխանության կիրառում, սիրելիներ, որտեղ տեսեք Տեր ինչ օրինակ է բերում, ասում է ես չեկա, պատիվ չեմ փնտրում, ես չեկա որին ծառայեն, ես եկա որ ես ծառայեմ։ Հասկանում եք, որպեսզի փրկվեն մարդիկ։ Եթե ես ու դու ծառայի սիրտ ունենանք, մարդիկ մեր կողքին կփրկվեն, բայց եթե ես ու դու չունենանք ծառայի սիրտ, կարող է շատ մարդիկ հավաքվեն, բայց առանց փրկության եւ առանց հոգեվոր աճի։ Դրա համար շատ կարեւոր է։ Հաջորդ համարը Եսայի 42 գլխից եմ կարդալու եւ կոնկրետ սա Հիսուսի մասին է, այս մարգարեական խոսքերը, որ Եսային մարգարյանում է, հենց 1-ից 3 համարները։ Ահա իմ ծառան, որին ես հաստատել եմ եւ իմ ընտրածը, որին հավանել է իմ հոգին։ Ես իմ հոգին դրել եմ նրա վրա, նա իրավունք պիտի հանե ազգերի համար։ Նա չի աղաղակի եւ ձայն չի բարձրացնի եւ իր ձայնը լսել չի տա դրսումը։ Ջաղջաղված եղեգը չի փշրի եւ արկայծող պատրույգը չի հանգցնի, իրավունքը պիտի դուրս բերե ճշմարտությունով։ Սիրելիներ, ստեղ մի քանի բանալի խոսքեր կա, որ ես հատուկ իմ մոտ նշել եմ։ Իրավունք, չգոռալ, չաղաղակել, չփշրել եւ չմարել։ Մի հատ եմ կարդում. իրավունք, չգոռալ, չաղաղակել, չփշրել եւ չմարել։ Ինչքան ենք մենք մեր ծառայությունների մեջ գոռալու գայթակղությանը տրվում, փշրելու գայթակղությանը տրվում, ինչ որ մեկը մեր սրտի ուզածով ինչ որ մի բան չի անում եւ մեր առաջ գայթակղություն է կանգնում, որ մենք խիստ տոնով խոսանք կամ մեր էմոցիաները գրգռվում են եւ մենք փորձում ենք բան հասկացնենք, բայց տեսեք,
Աստծո խոսքը ասում է ծառայի իսկական կերպարանքը որն է։ Մեզ ընդհանրապես ոչ հովիվներին, ոչ էլ ասենք եկեղեցու անդամներին ոչ մեկիս իրավունք չկա մեկին բարկությամբ խրատելու։ Դա այդ իրավունքը տրված չի մեզ սիրելիներ, ով քարոզիչ լինես, հովիվ լինես, եկեղեցու անդամ լինես, դու ուզում ես մեկին մի բան խրատես ու դու ջղայնացել ես արդեն այդ մարդու վրա, դա աննորմալ վարք է։ Եպիսկոպոսների, երեսների, սարկավագների համար խոսքը պարզ գրված է, ոչ բարկացող։ Եպիսկոպոսը եւ երեց, այսինքն հովիվը եւ ավակ հովիվները պիտի լինեն ոչ բարկացող, հավասարակշռված մարդիկ, ոչ էմոցիոնալ, բայց սա հավատացնում եմ ձեզ բոլորիս է վերաբերվում անկախ նրանից մենք ինչ հոգեվոր դիրքի մեջ ենք, եթե մենք հավատացյալների հետ ենք շփվում, սա շատ կարեւոր է, որ մենք մեր էմոցիաները մարդկանց վրա շաղ չտանք։ Մենք ես այս բանալի բառերի մեջ տեսնում եմ գոռալ աղաղակ է, որովհետև որ մենք գոռում ենք եւ աղաղակում ենք, մենք փշրում ենք եւ պատրույգը մարում ենք։ Մենք հույս չենք տալի այդ մարդկանց, հասկանում եք։ Սա կոնտրոլ է, կոնտրոլի տեսակ է։ Իրավունք բառը ես շատ եմ հավանում։ Նա իրավունք պիտի անի եւ իրավունքը պիտի հասցնի միջև կատարելության։ Իրավունք, այսինքն սահման։ Տեսեք, Աստված ամեն իշխանության, ծառայության մեջ սահմաններ ա դրել։ Նույնիսկ ընտանիքի մեջ կա սահման։ Ծնողները իրանց սահմանն ունեն, կինը իր սահմանն ունի, ամուսինն իր սահմանն ունի, երեխաները իրանց սահմաններն ունեն, եկեղեցու անդամները իրանց սահմանները, հովիվները, հասկանում եք, անսահման մարդ գոյություն չունի։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ չեն հարգում ուրիշի սահմանները, մի ժամանակ ա գալու իրանց սահմաններն էլ չեն հարգելու։ Եթե մենք չսովորենք մարդկանց սահմանները հարգել, սիրելիներ, եւ անընդհատ մատնացույց անելով, գորգորալով ինչ որ բաներ փորձենք ապացուցենք, գալու է ժամանակ մեր սահմաններն էլ չեն հարգելու։ Եթե մենք մեկն ենք արել, մեր դեմ 3-ը, 4-ը, 10-ը, 20-ը կար Աստված թույլ տա, որ մենք հասկանանք, ցավ պատճառի մեջ, որ մենք հասկանանք։ Դրա համար այս իրավունք բառը շատ կարևոր է։ Իրավունք, Տերը այս բանում իրոք ուժեղ էր եւ մենք սովորում ենք Տիրոջից եւ նա ջախջախված եղեգը չփշրեց եւ արկայծող պատրույգը չմարեց։ Սա մեր Տիրոջ բնույթն է եւ ինչ վիճակում էլ որ լինի հավատացյալը միշտ էլ հույս կա եւ հնարավոր է իրան բարձրացնել, եթե ինքը ականջը խոնարեցնի առաջ Տիրոջ առաջ։ Մենք մտածում ենք, որ մեր առաջ, բայց չէ, առանց Տիրոջ առաջ հետո նոր այն իշխանությունների, որոնք որ դրված են այդ խոսքը փոխանցելու համար։ Ուրեմն մի ուրիշ կետ, ծառան իր Տիրոջ նման պիտի լինի։ Մենք մեր Տիրոջ նման Հիսուսը ինքն ասա, որ ինձ նմանվեցեք, չէ՞։ Միտեղ Պողոսը գրում է, ասում է ինձ նմանվեցեք, ինչպես ես էլ Քրիստոսին, ու կարդալու եմ Հովհաննեսի 12:26 սիրելներ։ Հովհաննես 12:26 Եթե մեկը ծառայում է ինձ, թող նա իմ ետևից գա, եւ ուր որ ես եմ, այնտեղ էլ իմ ծառան կլինի։ Եթե մեկը ծառայի ինձ, հայրը կպատվի նրան։ Որտեղ որ ես եմ իմ ծառան էլ այնտեղ պիտի լինի։ Սա ոչ թե աշխարհագրական իմաստով է գրված, սա գրված է հոգեվոր կոորդինատների իմաստով, այսինքն որտեղ էր մեր Տերը, հիվանդների մոտ էր բժշկելու համար, կոտրված սրտերի մոտ էր, այդ սրտերը վերականգնելու համար, սգավորների մոտ էր, այդ ցիկցուկը հեռացնելու համար, ոտնալվայ ժամանակ խաչելությունից առաջ գիտենալով հանդերձ, որ հեսա լրիվ թողալու են իրան, Հովհաննես 13-ում ասման նա գիտենալով, որ հայր ամեն բան իրա ձեռքն ա տվել, սիրելով իրենները միջև վերջ էլ սիրեց։ Մի քանի ժամ հետո այդ բոլոր իրենները թողնելու էին իրան եւ հեռանալու էին եւ գլխավոր առաքյալներից մեկը իրան ուրանալու էր սիրելներ, բայց Տերը խոնարհվեց, ղենջակ այդ սրբիչը կապեց, այդ թասիկը առավ, այդ լագանը առավ, ջուր լցրեց եւ սկսեց աշակերտների ոտները լվալ։ Սա աշխարհագրական իմաստով չի, որտեղ որ ես եմ, այնտեղ իմ ծառան պիտի լինի։ Սա հոգեվոր իմաստով է, սիրելներ, հոգեվոր կոորդինատներով է, որտեղ է իմ Տերը, այս իրավիճակի մեջ ինչ ուզում Աստված, որ ես անեմ։ Որովհետև կան իրավիճակներ, մենք պատասխան չունենք, մենք կարանք լիքը խորհուրդ հարցնենք մարդկանցից եւ ոչ մեկը չկարողանա որոշի իմ գտնված կոորդինատները ինչ անեմ ես, սա այն պահն է, որ ես պիտի աղաղակեմ, Տեր դու ինչ ես ասում, ես ինչ անեմ, ես ճիշտ կոորդինատներում եմ, ես արդյոք քո հետևից եմ գալի, թե արդեն գնացել եմ Պետրոսի եւ կամ Հովհաննեսի ու Հակոբոսի ճանապարհով։ Գնանք առաջ սիրելներ։ Երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ։
Այս համարի մեջ էլի մի քանի բանալի խոսքեր կա, բառեր կա, որ շատ կարևոր է եւ իրոք եթե ես ու դու ուզում ենք Աստծո ծառա լինենք, մենք պիտի մեր վրա պարապենք, մեր վրա աշխատենք։ Ինչպես է սպորտսմենը, երգիչը, ամեն մի մարդ, որ ուզում է ինչ-որ մի ոլորտում հաջողության հասնի, ինքը լրջորեն զբաղվում է այդ ոլորտի հետ կապված երևույթներով։ Չէ, դա փաստ է։ Եվ եթե մարդը չզբաղվի, նա չի կարա նորմալ մասնակետ դառնա։ Մենք մեր վրա պիտի պարապենք որպես Աստծո ծառաներ, աղոթենք եւ խնդրենք, որպեսզի Աստված տա մեզ այդ սիրտը։ Եվ ինչ ասում Սուրբ Գիրքը. Տիրոջ ծառան չպետք է կռվարար լինի։ 2:24։ Քեզ գտնում ես այստեղ կռվարարություն։ Հիմա նայ, կռվարարությունը մենակ այն չէ, որ բռնցքով մեկի բեռնին խփում ես, հետևի վրա ընկնում է։ Մեր սրտի մեջ ինչքան կռիվներ ունենք, մեր մտքի մեջ ինչքան կռիվներ ունենք, չէ՞։ Կռիվներ կա իմ ու քո մեջ մարդկանց հետ, չէ՞, բերեք անկեղծ խոստովանենք։ Եվ որտեղից են, Հակոբոս առաքյալն ասում է, այս կռիվները որտեղից են, ձեր ցանկություններից։ Եթե ունես կռիվ մեկի հետ, ուրեմն ունես սխալ ցանկություն, ունես ոչ ուղիղ սիրտ, այնքան կարևոր է Հակոբոս 4-րդ գլուխը, որտեղից են կռիվները ձեր մեջ, ձեր եսի եւ հպարտության ցանկություններից են, դա է պատճառը, որ դուք ունեք կռիվ։ Հիմա ինչ որ մեկը քո հետ կռիվ անում, դու կարողանում ես համբերես եւ խոնարհվես եւ ներես, սա շատ լավ է, բայց Սուրբ Գիրքն ասում է, եթե քո մեջ կռիվ կա, ուրեմն մի սխալ բան կա, դու պետք է այդ հարցի համար անհանգստանաս։ Տիրոջ ծառան չպետք է կռվարար լինի, շարունակում եմ։ Այլ ամեկի հետ հեզահոգի, սովորեցնող, այս մի բառը շատ ուժեղ է, ող չպահող, մուր չպահող։ Մուր ունես ինչ-որ մեկի հետ, որ հանկարծ եկեղեցուց դուրս է գալի, մեկ էլ շեղեղ նարդիվանների վրա վեր անգնում, ինչ չհնազանդվեցիր դրա համար, այդ բանը տեղի ունեցա։ Տիրոջ ծառան կռվարար չի լինի եւ Տիրոջ ծառան ող պիտի չպահի։ Եթե քեզ հայտնաբերում ես այս բաների մեջ, անմիջապես աղաղակիր քո սրտի մեջ, Տեր, ինձ դարձրու քո նման։ Իմ կռիվներից ինձ փրկիր եւ իմ ողակալությունից ինձ ազատագրիր, Աստված իմ հայրի, որովհետեւ գիտեք սիրելիներ, մենք մի օր այնքան ուժեղ ձևի ենք կանգնելու Աստծո առաջ, շատ ուժեղ ձևի, ու մի բան չի լինելու, որ Աստված մեր սրտում դե հիմա էլ է տենում, բայց մի բան չի լինելու, որ մենք Աստծո աչքերով մեր սրտում չտենանք։ Հիմա բաներ կա մենք չենք տենում, փորձությունը գալիս է նոր է դա դուրս գալի։ Բայց այն ժամանակ, երբ որ կանգնենք, սաղ այս մեր ներսի պարունակությունը երևալու է։ Դրա համար հիմա Աստված աշխատում է մեզ հետ, որ մեզ ազատագրի կռիվներից, ազատագրի ողակալությունից, սիրելիներ, մուր մի պահիր, մի դառնացիր։ Մուրը բնական է, վիրավորանքից հետո, երբ որ մենք դառնանում ենք, հետո սխալ որոշումներ ենք կայացնում, եւ հետո դրանից հետո գալիս է այդ ողը, մուրը։ Լավ, ես քեզ մի օր կասեմ։ Ու մեր մեջ խոցեր առաջանում, սիրելիներ, սրանք վտանգավոր բաներ են։ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, եթե Տիրոջն ես ծառայում, հեզահոգի լինես, սովորե ինչ է նշանակում հեզ։ Ասում է, նա նախատվեց եւ փոխարենը չնախատեց։ Գրված է Հիսուսի մասին Պետրոսն ասում, նախատեց եւ փոխարենը չնախատվեց։ Երեսով տվեցին իրան, բայց ինքը ոչ մեկի երեսով չտվեց։ Հեզ մարդը երբեք երեսով չի տալի իր արածները։ Եթե քեզ հայտնաբերում ես, որ ինչ-որ մեկին ուզում ես երեսով տաս, որովհետև քեզ չի լսում, իմացիր դա հեզ մարդու դրսևորում չի։ Ող չպահող, եւ հիմա նայեք, ընդհանրապես այս ձևի մի հատ երևույթ կա։ Մեկը եթե անհնազանդ է եւ կամակոր, մեր մեջ գրգռում առաջանում, չէ՞։ Եկան մարդա, չի հսկանում հովիվ մարդա ասում է, կամ չգիտեմ, այս ծառայողն ասում է, այս ինչ անվան, մեր մեջ ինչ ասես ասում ենք այդ մարդին, բացի հայհոյանք այդ մարդին ինչ ասես ասում ենք, չէ՞։ Իսկ Սուրբ Գիրքը գիտեք ոնց ասում, խրատել հակառակվողներին ու անհնազանդներին քաղցրության։ Բայց քաղցրություն պետք է որ խրատես։ Եթե ողադառնությունա որտեղից, ինչ կա, այն ենք արտադրելու, սիրելիներ, հասկանում եք։ Դրա համար հիմա որ Աստված իր լուսարձակը գցել է մեր սրտերի մեջ, ավելի լավ է, որ ասեմ Տեր ջան, այս մի երկու հոգու դեմ մուռ ունեմ, այս անձնավորությունների հետ կռիվ ունեմ, ինձ ազատագրիր այս վատ երևույթներից։
Եթե մաքուր եղեք, ով Տիրոջը, դուք մտածում եք ինձ հետ չիլում, ինձ հետ էլ ալում ժողովուրդ, ես էլ ձեր նման եմ։ Ուղղակի, ասեմ, մի հատ լավ բան եմ ես սովորել, ես շատ արագ եմ արձագանքում։ Լույսը եկավ, Հիսուսը լույսը միացրեց, անմիջապես երկու ձեռն էս բարձրացում, ասում եմ, Տեր ներողություն, էլ չեմ անի չարություն։ Հասկանում եք, չէ՞։ Արագ արձագանքես։ Գնացինք առաջ ու վերջի մտքերն էլ ասեմ ու կաղոթենք։ 3 ծառաների մասին։ 3 ծառաների մասին, սրանք այս մարդիկ ինձ համար օրինակ են, բայց տեսեք, Հովսեփը, Մովսեսը եւ Պողոսը ինձ համար միշտ լուրջ օրինակներ են եղել։ Ինչի հասավ Հովսեփը, իր երազների եւ տեսիլքների պատճառով Հովսեփը հայտնվեց ստրկության մեջ։ Իր երազների եւ իր տեսիլքների պատճառով եւ իր կոչման պատճառով հայտնվեց ստրկության մեջ։ Դրանից հետո Հովսեփը, քանի որ Աստծո վախն ուներ եւ իր աստվածապաշտությունը շատ ուժեղ էր, գայթակղության հնարավորություն ունեցավ դառնալու այդ դահճապետի ունեցվածքի տերը, որովհետեւ կինը աչք էր գցել, բայց Հովսեփը Աստծո վախն ուներ եւ այդ կնոջը մերժեց եւ այդ կինը նրա հանդերձը պատրեց, Հովսեփը փախավ, հետո տեսնում ենք Հովսեփը իր արդարության պատճառով, իր ճիշտ վարվելակերպի պատճառով հայտնվեց բանտում։ Կուզեք ձեր ճիշտ վարվելակերպի պատճառով հայտնվեք բանտում։ Ասեք ինձ մի հավատացյալ, որ համաձայն է իր տեսիլքների եւ մարգարեության համար ծախվի ստրկության, չկա այդպիսի հավատացյալ։ Որովհետեւ այն ինչ որ Աստված մեզ տալիս է, այդ ճանապարհը, որին որ մենք պիտի հասնենք, այդ ճանապարհի մասին բան չի ասում։ Որովհետեւ վախում է, որ ասի մենք հաստատ կթողանք կփախչենք։ Թե Աստված մեզ ասի, թե ճանապարհին մեզ ընչեր ասպասում են տեսիլքի ու խոսքի համար, որ մենք ունենք, մենք չենք գնա սիրելներ, հաստատ չենք գնա։ Տես Հովսեփը ինձ համար լուրջ օրինակ է։ Եվ հետո եւ որ Հովսեփը այդ տառապանքներով անցկացավ, եւ քանի որ ինքը Աստծո հետ էր, Աստված էլ իր հետ մնաց, Աստված նրան մի օր բարձրացրեց եւ նա իր երազներով եւ նա իր պարգևներով դառավ երկրի երկրորդ մարդը, հետո եղբայրներն եկան Հովսեփ ինքն իրան հայտնեց սիրելներ, հետո Հովսեփը եղբայրներին մի քանի հետաքրքիր բան ասավ։ Ասավ տղեկ, դուք չեք ինձ ըստի ուղարկել։ Աստվածա ձեր առաջից, որ ձեզ համար կյանք պահի, ինձ ուղարկեց ըստեղ։ Էս որտեղից էր Հովսեփը ասում էս ֆանտաստիկ բանը։ Աստծուց էր լսել։ Աստված ասավ տղես, դիմացի, ես քեզ հատուկ ճանապարհներով եմ անցկացնում, որովհետև քեզ հատուկ մարդ պիտի դարձնեմ։ Սա ասում ենք Եգիպտոսի երկրորդ մարդը լինենք կամ էլ առաջի, եկեղեցու առաջի կամ էլ երկրորդ մարդը լինենք, բագները վճարվելիք, եսի մահը, պատառապանքը, բանախատինքը, բախաճ կրելը սիրելներ, հասկանում եք, ոչ թե թագը, այլ ամոթի բաժակը, հասկանում եք, ոչ թե փառքը, այլ խաչի ճանապարհը, Տիրոջ ծառաները այս ճանապարհն են ընտրում, եւ այս ճանապարհը ընտրած մարդիկ հաստատ լավ տեղ են հասնելու։ Եվ Հովսեփը սա ասավ, հաջորդ մարդը Մովսեսը, ամենահեզ մարդը, Թվոց 12 գլուխ, առաջի 5 գրքերը գրել է Մովսեսը, Ծննդոց, Ելից, Թվոց, Ղևտացոց եւ երկրորդ օրինաց։ Այս 5 գրքերը կոչվում է Մովսեսի հնգամատյան։ Եվ Թվոցը երրորդ գիրքը էլի Մովսեսն ա գրել։ Եվ Մովսես ինքն իր մասին գրել է. Մովսեսի նման հեզ մարդ չկար երկրի վրա։ Եվ իրոք ինքը ճիշտ էր գրում։ Եթե դու քո մասին ճիշտ ես գրում, դու խնդրեմ չես ունենա Աստծո առաջ։ Եթե դու քո մասին ճիշտ ես խոսում, դու Աստծո հետ խնդիր չես ունենա։ Բայց եթե դու քո մասին բարձր ես մտածում, հաստատ Աստծո հետ խնդիր ես ունենալու եւ մարդկանց հետ էլ։ Մովսեսը ճիշտ էր գրում եւ Աստված իրան բան չասավ, իր հալալ եղբայրները երկու եղբայրը եւ քույրը իր դեմ ապստամբեցին եւ անմիջապես այդ ապստամբության ժամանակ Աստված խառնվեց։ Աստված խառնվեց, Մարիամը բորոտեց, Ահարոնին զգուշացրեց, 7 օր Մարիամը դռանը մնաց եւ Մովսեսը այնքան հեզ մարդ էր։ Մովսեսը սովորել էր ինքն իրան չպաշտպանի, որովհետեւ ինքը Աստծո հետ շփող, Աստծո հետ շփող մարդ ինքն իրան չի պաշտպանում, թույլ է տալի Աստվածը պաշտպանում։ Մենք տեսնում ենք Պողոսը Կորինթացիներին գրում, ասում է տղեկ, այն ինչ որ դուք մեր մասին այդ վատ բաներն ասում եք, ես իմ անձի վրա գիտեմ, որ ես այդ մարդը չեմ, բայց դուք գիտեք, մի օր Աստված կգա սաղից կդատի։ Եվ Մովսեսը ինքն իրան չպաշտպանեց,
որովհետև Աստված միջամտեց եւ ընդհակառակը Մովսեսը բարեխոսեց սիրելներ Տեր, թող Մարիամի հետ չլինի այն ինչ որ լինում է, բայց Աստված չլսեց Մովսեսին, ասավ դրան տեղն է, Աստված ասավ, Մովսեսը չասավ, հասկանում եք, Մովսեսը բարեխոսեց, սա է Տիրոջ ծառայի սիրտը։ Եվ երրորդ անձնավորությունը Պողոսը, իմ սիրելի հարգելի Պողոս եղբայրը, որից ես սկսել եմ լուրջ դասեր սովորել, այսպես ասած ընդունվել եմ Պողոսի աստվածաշնչյան դպրոցը։ Ուրեմն երեք բան, որ շատ դուրս գալիս է Պողոսի մոտ։ Առաջին միտքը, ես այստեղ արդեն խոսքեր չեմ գրել, բայց այս մտքերը նոր կտակարանում կան։ Իմ շահը մերժեցի, որ Քրիստոսին շահեմ։ Սա Փիլիպեցիների նամակի մեջ է գրված։ Ես իմ շահը մերժեցի, որպեսզի շահեմ Քրիստոսին։ Որն է իմ շահը, կա բախում, կա կռիվ։ Իմ շահը նա է, որ ես այդ բախման եւ կռվի մեջ իմ եսի շահը, ես լինեմ լիդեր, առաջնորդ, ես պորտը տեղը դնեմ։ Բայց Պողոսն ասում է, ես իմ շահը մերժեցի հանուն նրա, որ Քրիստոսին շահեմ։ Ես չեմ ուզում կռվարար լինեմ, ես չեմ ուզում այս բաների մեջ մտնեմ, Տեր, ես ուզում եմ քո առաջ կանգնել սովորեմ։ Իմ շահը մերժեցի, որ շահեմ Քրիստոսին։ Երկրորդ բանը, իմ անձը շատերին ծառա արի, որ այդ շատերին շահեմ, թե իմ անձը շատերի համար ծառա արի, որպեսզի լինի թե մի քանիսին էլ շահեմ, որ ուզում ենք շահենք առանց ծառայելու, չի լինի։ Պիտի սովորենք ծառայենք, որպեսզի շահենք։ Եվ վերջի խոսքը, որ Պողոսը օգտագործում է, մեռնելը ինձ համար օգուտ է, իսկ ապրելը Քրիստոս։ Ինչի համար էր նա ասում օգուտ, որովհետև նա գիտեր այն փառքը մեծությունը, նա Աստծո հետ այնպիսի հանդիպումներ էր ունեցել, այս մարդը Աստծո հետ շոշափելի շփում ուներ, դա նա գիտեր ինքն ինչ ասում։ Եվ ես սա նշել եմ իմ մոտ, սրանք Տիրոջ ծառաների գլխավորագույն գաղափարներն են, սիրելիներ։ Տեսեք, եւ որ զորքը գնում է, զորքից առաջ դրոշակակիրներ են գնում միշտ։ Ամեն մի բանակ ունի իր դրոշը եւ հատուկ լոզունգ ա գրած, ինչ որ մի բան ա գրած այդ դրոշի վրա։ Մեր դրոշի վրա որպես Տիրոջ ծառաներ այս բաները պիտի գրվի։ Եվ առաջինը ես խորհուրդ կտամ, որ այսօր ձեր դրոշների վրա գրեք շատ ուժեղ եւ շատ հստակ. Տիրոջ ծառան չպետք է կռվի։